Մինչև սկսել ճեպազրույցը ես աշխատասենյակումս լսում էի Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը, նախ ինքը շատ զուգահեռներ էր տանում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նյարդայնանում է, թե ոչ եւ այլն։ Իհարկե տարբեր երկրների տարբեր պաշտոնյաներ նյարդայնանում են, բայց ես չգիտեմ որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որ թքում է քաղաքացիների վրա, այս կամ այն առիթով այնպես որ նյարդայնանալու չափ ու սահման կա։ Նաեւ Նյուզեյեմի հարցին, եթե չեմ սխալվում, պատասխանեց, թե TV 5-ի հարցին պատասխանելից պարոն Սիմոնյանը հարցնում է, թե որ միջազգային կազմակերպությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրոպական խորհրդարանում եւ իշխող դիրք ունի, այլ դրա անդամ կուսակցությունները եվրոպական երկրների զգալի հատվածում բանաձևով ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ու իր նկատմամբ իրականացվող գործողությունները ունեն քաղաքական դրդապատճառ։ Նույնը արել է նաև կենտրոնամետ դեմոկրատների միությունը եւ մի շարք միջազգային ներկայացուցիչներ, անհատներ, կառույցներ, այնպես որ այս տեսանկյունից ես նպատակահարմար համարեցի գալ ու տեղում սուտը բացահայտել։ Կան միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, մասնավորապես Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ով բանաձևով Արմեն Աշոտյանին ճանաչել է քաղբանտարկյալ։ Այ հիմա սիրով ձեր հարցերին պատասխան։ Պարոն Մամիջանյան, դուք տարիների ընթացքում մի շատ ոլորտներում հաջողություններ է արձանագրել, մասնավորապես նշեց անվտանգային ոլորտը, դուք ինչ հաջողություններ։ Ես կասեմ, թե հիմնական հաջողությունները քաղաքացիական պայմանագրի որտեղ են զետեղված։ Բացում եք հատ առ հատ իրանց հայտարարագրերը, այնտեղ քաղաքացիական պայմանագրի բոլոր հաջողությունները, տները, մեքենաները, 0%-անոց վարկերը, այդ բոլորը հատ առ հատ նշան են։ Իսկ մեր քաղաքացիներին հերքել Ալեն Սիմոնյանի ասած, որ անվտանգության ոլորտում իրանք հաջողության են հասել, իմ իմանալով անվտանգ երկրներում ԱԱԾ-ն հեռախոսահամար չի տալի գերի ընկնելու դեպքում։ Իմ իմանալով անվտանգ երկրները էֆեկտիվ կառավարում են իրականացնում իրենց ողջ սուվերեն տարածքի նկատմամբ, այլ ոչ թե առնվազն 200 քառակուսի կիլոմետր բառացի գտնվում է օկուպացիայի տակ ու իրենք դրա հետ կապված ասում են, որ ոչինչ չեն անելու։ Իմիջիայլոց պարոն Սիմոնյանը այսօր շատ հետաքրքիր բացահայտում արեց։ Ինքը ասեց, խոստովանեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը թելադրված է եղել ոչ Հայաստանի Հանրապետության մեջ գտնվող, այսինքն ոչ քաղաքացիների, ոչ իրանց կուսակցության, այլ ինչ-որ այլ ուժերի կողմից, որտեղ ինքը իհարկե գոյություն չունեցող կապեր էր կառուցում, անվտանգություն, ավելի շատ կոկուպացնեին եւ այլն, հետո հեքիաթ կա։ Բայց փաստացի առաջին անգամ ԿՊ-ն խոստովանեց, իրենք այլ ուժերի թելադրանքով օրենքներ են ընդունում։ Տոլի еще будет, շատ տենց բացահայտումներ են լինելու, լավ կլինի պարոն Սիմոնյանը ինքը սկսի բոլոր բացահայտումները անել։ Պարոն Մամիջանյան, ասացիք, որ իշխանությունը որքան էլ պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, երեք հատկապես Տարոն Մարգարյանը հայտարարություն տարածեց, ըստ որի գլխավոր դատախազը միջնորդությամբ է գալիս ազգային ժողով իրեն անձեռնմխելիություն զրկելու համար, ընդհանրապես քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Այս հանգամանքին ինչպես եք վերաբերում եւ ըստ ձեզ է սա քաղաքական հետապնդում։ Իհարկե դա քաղաքական հետապնդում է, որը տևում է 7 տարուց ավել Տարոն Մարգարյանի եւ Հանրապետականի մի շարք գործադիր մարմնի խորհրդի եւ շարքային կուսակցականների նկատմամբ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ եւ քաղաքակտիվիստներ նույնպես ենթարկում են քաղաքական հալածանքների, մանրամասնորեն պարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված շինծու այդ բեմականացման հետ կապված վաղը քննարկումից անմիջապես հետո եւս մեկ ճեպազրույցով կանրադառնամ։ Միջայլոց ընթացքում հիշում եմ, էլի ինչ ասել։ Պարոն Սիմոնյանը համարձակվեց 18 թվականի իրադարձությունների հետ կապված որակումներ անել կապված Սերժ Սարգսյանի հետ։ Ուրեմն Սերժ Սարգսյանը ասել է, թե ում է պարտվել։ Շատ ավելի հզոր այլ երկրների, այլ շահեր հետապնդող ուժերի։ Լավ կլինի, որ պարոն Սիմոնյանը իրենց մարզիչներին, իրենց քաղաքական ուժը այլ երկրներում գտնվող տերերի վերաբերյալ
այտենց վստահաբար պնդումներ չանի, էլի մեկ էլ տեսար կարող է պարզվի, որ իրականում իրենց քշողները, իրենց քաղաքական ուժը քշողները, արտերկրյա իրենց տերերը շատ ու շատ ուրիշ նպատակներ ունեն, որոնցից մի մասը արդեն իրականացել է, մի մասն էլ հիմա փորձում են իրականացնել։ Պարոն Մամիկյանյան, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ակտիվություն է նկատում քաղաքական վերլուծաբանները, մեկնաբանները, հեռախոսազանգեր եղան արտգործնախարարների ինտենսիվ 10 մի շաբաթվա կտրվածքով 2 քաղաքական խորհրդակցություններ։ Ալեն Սիմոնյանը պնդում էր, որ որևէ բան չի փոխվում։ Դուք միտում նկատում եք, որ փոխվում են։ Բան չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանը ունի արտաքին քաղաքական մեկ օրակարգ։ Այն ուժը կապ չունի թե երկրագնդի վրա որ երկիրն է, այդ երկիրը Հայաստանին ոնց է վերաբերվում, այդ երկիրը Հայաստանի հետ ինչ է ուզում անել։ Այն միջազգային ուժը, որը կապահովի իր վերարտադրությունը, իր իշխանության մնալը, նրա հետ ինքը պատրաստ է մի այլ կարգի բարիդրացիական հարաբերություններ պահպանել։ Այնպես որ այո, ոչ մի բան չի փոխվել։ Փաշինյանը շարունակում է տերման գալ։ Ռուսաստանի հետ անվտանգային հարցում ամեն դեպքում իշխանությունը հայտարարում էր, որ լուրջ տարաձայնություններ ունի, հավաքի մասով եւ այլն։ Հիմա այդ խնդիրները լուծված չեն, բայց դուք ինչ եք կարծում, դուք ուրիշ շեշտադրում եք անում, այսինքն կարծում եք այս խնդիրները չլուծված կփոխվի Ռուսաստանը։ Շեշտադրումն եմ անում, ինքը պատրաստ է իրեն տեր ճանաչել ցանկացածին, ով կապահովի իր վերարտադրությունը։ Ու այստեղ աշխարհագրությունը, աշխարհաքաղաքականությունը բացարձակ կապ չունի։ Բայց Մամիկյանից կային, որ հապ եւ հակահարություններ։ Ուզում եմ հասկանալ Ռուսաստանի կշարունակի երևի Ռուսաստանի դիրքորոշման մասով, այսինքն դուք կարծում եք, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի պատգամավոր եմ, ես Ռուսաստանի դիրքորոշումները չեմ մեկնաբանում։ Նիկոլ Փաշինյանը կարծում եք իդեմ Ռուսաստանի քաղաքական հենարան է տեսնում Ես նման բան չասացի, ես ասացի, որ Փաշինյանը տեր է ման գալիս։ Իմ հարցը որ իրեն Հեսա կանադառնամ, չեմ լսել ձեր կոնկրետ հարցը։ Քանի որ հապ անդամ ենք իսկ մեզ երրորդ երկրներ փամփուշ զենք են վաճառում, դա մեր դիվանագիտության աներկվա հաջողություններից մեկն է։ Դուք դա հաջողություն համարում եք չէ՞ ու այդ զենք Ես թվեր եմ սիրում 50-ից 60 հազար տոննա սպառազինություն անվճար Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ընթացքում տրվել է Հայաստան։ Բացի դրանից կնքվել են պայմանագրեր, որոնցով իրանք մինչև հիմա հոխորտում են։ Այդ համ պայմանագիրն ենք մենք կնքել, համ դրա վարկային միջոցներն ենք մենք ներգրավել։ Իրանցից մի բան էր մնում, այդ թղթերի մեջ ոչ մի բանին ձեռ չտան ու օրինակ, որ պայմանագրով նախատեսված էր հոբ համակարգեր, նախատեսված էր մի քանի հազար ԱԹՍ, որոնցից մի մասը Հայաստան էր ժամանելու 2020 թվականից առաջ։ Այդ դրանք իրանք չպետք է փոխեին, բերեին այդ սուերը, որոնք մարտագլխիկ չունեին, որոնք բերվում էին պատմության մեջ ամենապատասխանատու եմ Նարեկ ջան, հասկացել եմ արդեն հարցը, որոնք միտքից թելը գտնվեց։ Բերելու են շնորհակալություն, որոնք բերելու են պատմության, մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆի համար օգտագործվող սուերը, որոնք մարտագլխիկ չունեին։ Ենթադրում եմ, որ պարոն Կիրակոսյանը հարցնում էր այդ սպառազինության որակի վերաբերյալ։ Գիտեք, աշխարհում հիմա էլ են ընթանում, ցավոք սրտի ընթանում են կոնֆլիկտներ, որտեղ այդ զինատեսակները օգտագործվում են, ես ռազմական փորձագետ չեմ, բայց համենայն դեպս գոնե իմ եւ ձեր գիտելիքի այդ ոլորտում մակարդակով չեմ կարծում, որ հնարավոր է ասել, որ դրանք մարտունակ զենքեր չէին։ Գուցե աշխարհում միշտ էլ կա ավելի պակաս արդյունավետ զենքեր, բայց ներողություն եմ խնդրում, նույն մեր իշխանության տարիներին Հայաստան էր բերվել Իսկանդեր զինատեսակը, ներողություն, այս շատ լավ արեցիք, որ հարցրեցիք։ Ուրեմն, Իսկանդեր զինատեսակը առհասարակ զենքի վաճառքի հետ կյանքում մի անգամ դրա մասին կարդացած մարդը գիտի, որ զենքի վաճառքի պարագայում գոյություն ունի end user agreement, որը ստորագրվում է եւ այդ պահից հետո զենքի կիրառումը հանձնվում է այն միավորին, որին վաճառվել է։ Այդ առանց պուլտը ծիծաղալու է, բան հոչի, հեռուստացույց չի այդ անտերը առանց պուլտ վաճառվի, մեկ, երկրորդ, ավելի լավ կլինի իրանք պատասխանեն, իսկ ում հանճարեղ մտքի թռիչքն էր Իսկանդերի կիրառումը անել ըստ մամուլում տեղեկությունների Շուշիի վրա, այլ ոչ թե այն ժամանակ պատերազմի սկզբնական փուլերում, երբ տարբեր հատվածներում դա եղել է հոկտեմբերի առաջին կես մոտավորապես,
երբ Իսկանդերը իր մարտական խնդիրը ամբողջությամբ կլուծեր այն պահերին, երբ ճշտամական զորքերը վերախմբավորման փուլում էին, առկա էր մեծ կուտակում մարդուժի եւ զինտեխնիկայի ու այդ պարագայում Իսկանդերի օգտագործումը շատ ու շատ ավելի արդյունավետ էր։